Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, դե բնականաբար թեման կլինի Հայաստանի առաջին հանրապետությունը, դրան նախորդող հերոսամարտերն ու հետագա ընթացքը։ Մեր հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող հրապարակագիր Արմեն Կարապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհավորում ենք մենք ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ։ Եվ իհարկե ուրախ ենք, որ մեր հյուրն եք։ Շնորհակալություն։ Իհարկե, մենք բոլորս պիտի միմյանց շնորհավորենք, կարևոր տոն է, կարևոր մեր ժողովրդի բոլոր հատվածների համար, եւ միշտ հիշենք, որ մեր հայրենիքում այս մայիսյան օրերը հիշեցնում են այն, ինչ կատարվել է 5-րդ դարում եւ կատարվել է 20-րդ դարում։ Երկու բախտորոշ իրադարձություններ, խորհրդանշական իրադարձություններ, խորհրդանշական սիմվոլներ, այսպես միշտ կողք կողքի են դրվում՝ Ավարայրը եւ Սարդարապատը։ Զարմանալիորեն համընկնում է եւ տարվա եղանակը, եւ օրը, եւ ամիսը նույնիսկ։ Եվ ուրեմն այս երկու խորհրդանշական սիմվոլները մեր պատմական ճակատագիրն են խորհրդանշում։ Այն ինչ որ կատարվել է 5-րդ դարում, դա տեղ ունեցավ նաև 20-րդ դարում, բայց կան նաև իհարկե տարբերություններ, որոշակի տարբերություններ կան։ Օրինակ պետք է նշեմ, որ այնուամենայնիվ 5-րդ դարում հայ աշխարհը, հայոց աշխարհը դեռևս կանգուն էր, դեռևս այդպես ավերված չէր, ինչպես 20-րդ դարում էր։ Մենք գիտենք, որ 20-րդ դարում Սարդարապատից մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել հայոց ցեղասպանությունը, եւ մեր ժողովրդի կեսից ավելին զոհ էր գնացել թուրքական յաթաղանին։ Այսինքն, եթե համատում ենք վիճակները, համատում ենք ընդհանուր իրավիճակը, մենք տեսնում ենք, որ եւ տարբերություն կա եւ ընդհանրություններ կան։ Պետք է ասեմ, որ 20-րդ դարի սկզբին Սարդարապատի նախօրյակին այնուամենայնիվ հայոց աշխարհի վիճակը շատ վատթար էր, որովհետև կրկնում եմ տեղի էր ունեցել ցեղասպանությունը եւ թուրքական հրոսակները վերջ տալով արևմտահայությանը, պարպելով արևմտյան Հայաստանը հայերից, նրանք ներխուժել էին նաեւ արևելյան Հայաստանի սահմաններ, այստեղ եւս նույնը իրագործելու հայության վերջի բեկորներին եւ գաղթականներին եւ արևելահայությանը սրի քաշելու նպատակով։ Ահա այսպիսի հոգեբանական իրավիճակ էր տիրում Հայաստանում 20-րդ դարի սկզբին եւ կարելի ասել հրաշք պիտի տեղի ունենար եւ այդ հրաշքը եղավ Սարդարապատի դաշտում, եղավ Ղարաքիլիսայում, եղավ Բաշապարանում։ Մեր ժողովուրդը իր բոլոր ուժերի վերջի մնացորդներով ամեն ինչ նետեց դեպի ճակատամարտի դաշտ, դեպի մարտի դաշտ եւ կարողացավ Սարդարապատի տակ կանգնեցնել թուրքական ոսոխին։ Սարդարապատի տակ ջարդվեց թուրքական բանակների ողնաշարը։ Իդեպ պետք է նշեմ, որ Թուրքիայի այդ ժամանակվա քաղաքական ու ռազմական բոլոր առաջնորդները համոզված էին, որ իրենք կկարողանան նաև սրի քաշել արևելահայությանը եւ վերջ տալ հայկական հարցին, հայ ժողովրդի բնաջնջումով։ Կարծես թե նրանք կասկածներ չունեին։ Եվ տեղ ունեցավ այս հրաշքը, որ մեր ժողովուրդը համախմբվեց, միակամ, միասիրտ դարձավ, մեր ժողովուրդը իր բոլոր զավակներին նետեց մարտի դաշտ եւ տեղ ունեցան ուրեմն այդ հերոսամարտերը, որ մեր պատմության ամենաբախտորոշ իրադարձություններից են։ Սարդարապատի ճակատամարտը գրեթե նույն այդ օրերին ուրեմն մղվեց նաև նույնպիսի հերոսամարտ Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում։ Բաշապարանում թուրքերը նույնպես ջախջախվեցին լիովին եւ հետ շպրտվեցին։ Ղարաքիլիսայում մի քիչ իրադարձությունները այլ կերպ դասավորվեցին եւ թուրքերը այնուամենայնիվ կարողացան մտնել քաղաք եւ անզեն բնակչության հանդեպ կոտորած իրագործել։
Բայց Ղարաքիլիսայի մոտել, Ղարաքիլիսայի մատույցներում էլ նույնպես հայ զինվորը, հայ գյուղացին կռվեց։ Հետագայում Վեհիբ Փաշան, որը Ղարաքիլիսայում թուրքական ուժերի հրամանատարն է եղել, խոստովանել է, որ ասում է Ղարաքիլիսայի ճակատամարտը ցույց տվեց, որ հայերը կարող են լինել աշխարհի ամենալավ զինվորները, մարտունակության առումով, համառության առումով, եւ թուրքերը զարմացած էին, որ հայ ժողովուրդը կարող է այսպիսի դիմադրություն ցույց տալ։ Պարզապես զարմացած էին, չէին սպասում, որ հայ ժողովուրդը կարող է դիմադրել եւ իրենց հետ շպրտել։ Ուրեմն այս ճակատամարտերից, բայց ամենից կարևորը տեղ ունեցավ Արարատյան դաշտում, Սարդարապատում, եւ մեր ժողովուրդը մինչեւ օրս միշտ հիշում է եւ պետք է միշտ մենք մեծարանք մատուցենք այն հերոսներին, որոնք կազմակերպեցին Սարդարապատը, կռվեցին Սարդարապատի դաշտում եւ թույլ չտվեցին թուրքերին առաջանալ դեպի Էջմիածին եւ դեպի Երևան։ Իսկ թուրքերի շունչը, նրանց բարբարոսության շունչը արդեն զգացվում էր։ Պատկերացնում եք, թուրքերը մտնեին Մայրաթոր եւ հետո մայրաքաղաք Երևան, արդեն խուճապը մի քիչ արդեն զգացվում էր, քաոսը կար ինչ որ չափով, բայց այդ օրերին ուրեմն իրեն շատ լավ դրսևորեց Երևանի ազգային խորհրդի նախագահը Արամ Մանուկյանը, եւ մեր հերոս գեներալները, հատկապես Մովսես Սիլիկյանին հիշենք, նրա կոչերը, որ այդ օրերին նա անդադար դիմում էր բնակչությանը դուրս գալ եւ պաշտպանել իր հայրենիքը։ Ուրիշ հերոսների նույնպես պետք է հիշենք, այնտեղ էին ուրեմն ծագումով Արցախից մեր քաջակորով գնդապետները, ուրեմն Պողոս Դանիել Բեկ-Փիրումյանը եւ ուրեմն Դանիել Բեկ-Փիրումյանը եւ հորեղբոր որդիներ են սրանք եւ Պողոսը նույնպես Փիրումյան։ Ուրեմն մահապարտների գունդն էր գործում Սարդարապատի դաշտում, որի միջուկը հիմնականում կազմված էր Ղարաբաղցի զինվորներից։ Ուրեմն մահապարտների այդ հիմնական կորիզը արցախցի մեր հայրենակիցներն էին, որոնք կռվի դաշտում չտեսնված քաջություն ցուցաբերեցին։ Իդեպ պատմաբանները, գրողները, հրապարակախոսները նշում են, որ եթե մի պահ ընկրկեին այդ մահապարտների գունդը, իսկ այդպիսի մի պահ կարծես թե ուրվագծվում էր մարտի դաշտում, եթե մի քայլ հետ նահանջեին, թուրքերը կտիրեին նախաձեռնությանը եւ չէր լինի հաղթությունը Սարդարապատի դաշտում, բայց ամուր կանգնեցին մահապարտները, ամուր կանգնեցին եւ ուրեմն իրենց համառության շնորհիվ թուրքերին ստիպեցին նահանջել։ Եվ տեղ ունեցավ այդ հաղթությունը Սարդարապատի դաշտում, որը կատարյալ էր, ուղղակի հայկական ուժերի գլխավոր հրամանատարությունը ճիշտ չկողմնորոշվեց, նկատի ունեմ հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկովին։ Նա ճիշտ չկողմնորոշվեց եւ թուրքերին հետապնդելու փոխարեն թուրքերը արդեն տասնյակ կիլոմետրերով հետ էին շպրտվել Սարդարապատից եւ Մովսես Սիլիկյանը առաջարկում էր, որ պետք է հարձակումը շարունակել եւ ակցիանի մեջ առնել նահանջող թուրքերին ու ոչնչացնել, բայց կորպուսի գլխավոր հրամանատարը նահանջելու հրաման տվեց, որը անհասկանալի էր, չթողեց, որ հարձակումը շարունակվի եւ նույնիսկ գեներալ Սիլիկյանը այդ հրամանի մասին այնքան իմանալով այդ հրամանի մասին այնքան զարմացավ, որ ասաց ես պարզապես չեմ կարող իմ հաղթող զինվորներին հաղորդել այդ հրամանի մասին, որովհետեւ իմ զինվորները պահանջում են շարունակել հարձակումը, շարունակել։ Իսկ դա շատ իրատեսական էր։ Հայկական ուժերը կարող էին շարունակել հարձակումը, ազատագրել Ալեքսանդրապոլը, Կարսը եւ գուցե ավելի առաջ, ավելի հեռուն գնալ, ասենք։ Չէ որ թուրքական նահանջող զորքերը հետագայում համալրումներ ստանալով, վերադասավորումներ կատարելով նորից առաջ եկան, հասկանում եք, այսինքն դա սխալ էր թուրքերին թողնել այդպես, որ հանգիստ նահանջեն, կանգ առնեն, հանգստանան եւ նորից հետ գան։ Այստեղ Սարդարապատի ճակատամարտի առիթով ես պետք է նշեմ նաեւ մինչեւ
Արարատյան դաշտում այս հաղթանակի կերտումը կարելի ասել այս ճակատամարտը սկսվել էր ավելի հյուսիսում, որտեղ գործում էր Զորավար Անդրանիկը։ Զորավար Անդրանիկը կորպուսի հրամանատարությունից առաջադրանք էր ստացել, որ պետք է պաշտպանի Լորվա տափաստանը եւ նույնիսկ դրանից առաջ Զորավարին հրաման էր տրված, որ պետք է մտնի Ախալքալակի գավառ թուրքերի ճանապարհը կտրելու համար, հետո իրավիճակը փոխվեց, այդ հրամանը փոխվեց եւ Զորավարը պետք է պաշտպաներ ուրեմն Լորվա տափաստանը, Շիրակի դաշտավայրի մատույցները եւ այստեղ տեղ ունեցան ամենադաժան, ամենահամար մարտերը Անդրանիկի զորամասի եւ թուրքական ուժերի միջև։ Պարզապես հերոսական ճիգերի գնով, քանի որ քանակով քիչ էին Անդրանիկի զորամասի մարտիկները թուրքական այդ մեծ համախմբումի դիմաց, բայց Անդրանիկը կարողացավ կանգնեցնել թուրքերին, որոնք եթե ճեղքեին գալու էին Երևանի վրա, հասկանում եք, նույնը կատարեց Դրաստամատ Կանայանը, Բաշապարանի տակ հայկական ուժերը կատարյալ հաղթություն տարան եւ նույնպես իրենցից քանակով ավելի մեծ թուրքական ուժերին կարողացան հետ շպրտել։ Բաշապարանի տակ նույնպես հայկական ուժերը հերոսության, քաջության մեջ տեսնված օրինակներ գրեցին մեր պատմության էջերում եւ դրոն էր ընդհանուր հրամանատարը Բաշապարանի տակ։ Այս հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը թուրք թշնամուց վաստակեց իր գոյության, իր ապրելու, իր պետությունն ունենալու իրավունքը։ Դա ուղղակի պետք է այդպես ասել, չլինեին այդ հերոսամարտերը, Թուրքիան ոչ միայն չէր ճանաչի Հայաստանը, Հայաստանի նորոգ հանրապետությունը, այլև ընդհանրապես թուրքերը ունեին վաղուց իրենց մշակած ուրեմն կարևորագույն նպատակը հայության բնաջնջումով իրենց համար ճանապարհ հարթել դեպի ուրեմն Հյուսիսային Կովկաս, դեպի Միջին Ասիա, որ պետք է դա համաթուրքական ծրագիրն էր, պանթուրքական ծրագիրը, որ թուրքական բոլոր այդ թուրքալեզու բոլոր ժողովուրդները, այո, պետք է միավորվեին, պանթուրքիզմ էր դա, պետք է միավորվեին։ Հայ ժողովուրդը սեպի նման խրված էր եւ հայ ժողովուրդը թույլ չտվեց, որ պանթուրքիզմը իրականության կոչվի եւ թուրքերը նաեւ մինչեւ օրս այդ վրեժն ունեն իրենց հոգում, որ հայերը եթե չփակեին իրենց ճանապարհը, հայերը եթե սեպի նման խրված չլինեին իրենց ճանապարհին, իրենք վաղուց իրենց եղբայրակից ազգերով կկազմեին մի դաշնություն թուրքերի առաջնորդությամբ իհարկե։ Ինձ թվում է, այս պահին ավելորդ չի ասել փառք ու պատիվ մեր բոլոր զորավարներին եւ մեր բոլոր զինվորներին, մեր մարտիկներին, որ շատ քիչ քանակությունով կարողացել են շատ քանակություն տասնյակ հազարավոր թուրքական բանակին հետևել ու տարբեր ուղղություններով ու ասեմ, որ ես իհարկե եթերում չեմ ուզենա դրա մասին մենք խոսենք, որովհետև դա եթերային չի, բայց այդտեղ մենակ թուրքական հարցը չի եղել, բայց ես չեմ ուզենա դրա մասին խոսենք, այսինքն մեզ վրա հարձակվել են մի քանի ուղղություններից էլի, անկեղծ ասած, ամեն դեպքում ես ձեզ եւ մեզ բոլորիս հայերից շնորհավորում եմ այս հրաշալի տոնի կապակցությամբ, իմ կարծիքով սա այն հաղթանակներն են, որ երբեք չել մոռացվելու։ Սերնդեսերունդ պետք է փոխանցվի։ Ինձ թվում է մենք այդքան գիտակից կլինենք։ Այո, սա մահիմացիալ անմահություն կարգախոսով այդ պատգամով գործող հայկական ուժերի, հայ ժողովրդի ամբողջ հայության հաղթանակներ։ Այդպես է եղել նաև Ավարայրի դաշտում 5-րդ դարում։ Այդպես է եղել։ Ավարայրի դաշտում էլ հայերը թվով շատ քիչ էին պարսիկների համար։ 66000-անոց մի զորաբանակ էր կանգնած։ Չկայինք, չէ՞։ Մենք 10000 չկայինք։ Սարդարապատի դաշտում Ավարայրում ինչքան։ Ավարայրում մեր ընդհանուր եւ աշխարհոզորայինները եւ կանոնավոր ուժերը 66000 էին, իսկ պարսկական բանակը 3 անգամ ավելի շատ էր եւ ես բան ասեցի, պարսկական բանակը 3 անգամ ավելի շատ էր, բայց Ավարայրում էլ մերոնք այդ մահ իմացիալի պատգամով կերտեցին այդ հաղթանակը։
Պետք է նշեմ, որ եւ 5-րդ դարում եւ 20-րդ դարում գիտեք հոգեբանական իրավիճակը նույնն էր, հասկանում եք, մեր բոլոր եկեղեցիները ահազանգում էին, որ հայ ժողովուրդը դուրս գա դեպի մարտի դաշտ, կռվելու, սուր բարձրացնելու, զենք բարձրացնելու եւ կռվելու ու հաղթելու։ Այդ եւ վտանգի եւ տագնապի այդ վիթխարի զգացումը նույնն էր եւ 5-րդ դարում եւ 20-րդում։ Եվ ուրեմն այս երկու ճակատամարտերն էլ ունեին համաժողովրդական բնույթ, համաժողովրդական նշանակություն։ Այսինքն մեր հայրենիքում երկու անգամ է այդպիսի հայրենական պատերազմ տեղ ունեցել, որ ունենար այդպիսի համաժողովրդական նշանակություն։ Դա եղել է Ավարայրում եւ եղել է Սարդարապատում, որոնք ունեին համաժողովրդական պատերազմի նշանակություն։ Եվ երկու դեպքում էլ հայ ժողովուրդը կերտեց իր պատմությունը, կերտեց իր հաղթանակը ավելի նվազ ուժերով, քանակապես ավելի նվազ լինելով, բայց քաջության, համարձակության շնորհիվ կարողացավ ուրեմն իր հակառակորդներին հետ մղել եւ վաստակել իր հայրենիքում ապրելու եւ իր պետականությունը ունենալու իրավունքը։ Պետք է, այո, մենք միշտ հիշենք այս օրը, շնորհավորենք բոլորս միմյանց այս հաղթանակների առթիվ, որ տեղի են ունեցել մեր քաջ զորականների, մեր բոլոր զինվորների շնորհիվ, որոնք այդ ժամանակ կռվել են Ավարայրում եւ Սարդարապատում։ Հիմա երբ մենք խոսում ենք այն մասին, որ իրականում այս զորավարների ու անհատների շնորհիվ մենք կարողացել ենք պետականություն ունենալ, պահպանել, խոսեցիք համարձակության մասին, ուժի մասին։ Մենք այսօր ունենք նախ հասարակություն ունի այդ ուժն ու կամքը պահելու իր հայրենիքը եւ ունենալու այդ պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ եւ այդ անհատները, որոնք ժամանակին քիչ էին, բայց ավելի մեծ են, Դավիթն ասաց, հա, մեկի դեմ չէինք կռվում, իրենք էլ էին հասկանում, թե ինչ է տեղի ունենում, քանիսի դեմ են դուրս եկել, բայց մեկը կարողացել են իրենց անհատի դրսևորմամբ պահելու։ Ունենք մենք այդ տեսականուններ։ Ես այս հարցին պետք է հետևյալ կերպ պատասխանեմ։ Ուրեմն իրավիճակը կարող է արագ փոփոխվել։ Ինչպես օրինակ Սարդարապատն էլ կարող էր տեղի չունենալ, բայց իրավիճակը արագ փոփոխվեց, հասկանում եք, հայտնվեցին զորավարներ, հայտնվեցին գործիչներ, որոնք կոչ արեցին, այդպիսի նաև մի հերոսի անուն նաև հիշենք այսօր, Գուրգեն Տեր Մովսիսյանցը, սա Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներից մեկն էր, հրետանային ուրեմն զորքերի հրամանատար, հրետանային ուրեմն զինուժի հրամանատարը, նա օրինակ բեկեց ժողովրդի տրամադրությունը, նաև հենց սպաների, զինվորների տրամադրությունը, որտեղ բոլորը հակված էին առանց կռվի հանձնվել, առանց կռվի Ղարաքիլիսյան հանձնել թուրքերին եւ տարօրինակ բան էր կատարվում։ Զարմանալի է, որ այդ ռուսախոս մեր Նազարբեկովը, որ կորպուսի հրամանատարն էր, որը կարող էր Ռուսաստանում իհարկե իր գիտելիքները ծառայեցնել եւ այնտեղ լավ գործել, բայց հայկական իրականության մեջ այս պայմաններում նա դարձավ կարծես թե պարտության գեներալը, հասկանում եք, նա առաջարկում էր, որ հայկական ուժերը հանձնեն Ղարաքիլիսանել, հայկական ուժերը ետ նահանջեն, գնան դեպի Սևան, հրետանին թաղեն ինչ-որ Չիբուխլու գյուղի մոտ Սևանի մատույցներում եւ ասում է պարտիզանական թեթև ոչ մեծ ջոկատներ ընդամենը ունենալ եւ անդադ կոչ էր անում հայ ազգային խորհրդին, հայ ազգային խորհրդի ղեկավարությանը, որ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքեն, ինչ գնով է լինի, բայց թուրքերը չէին ուզում հաշտության պայմանագիր, թուրքերը ուզում էին հայ ժողովրդին ոչնչացնել, իսպառ ոչնչացնել, թուրքերից ոչ մեկը հակված չէր պայմանագիր կնքել, եթե այս հերոսամարտերում հայ ժողովուրդը չհաղթեր, չէին լինի, անգամ Բաթումի պայմանագիրը, որը նույնպես մեզ համար շատ չարագուշակ էր, շատ ծանր էր, բայց Բաթումում թուրքերը համաձայնվեցին կնքել պայմանագիր, որովհետև իրենք հաղթվեցին, իրենք պարտվեցին այս մարտերի ընթացքում, հասկանում եք, ինչ եմ ուզում ասել, իրավիճակը կարող է արագ փոխվել, հասկանում եք։ Իրենք հաղթել են ու գումարած դրան իբր խոսվում է, որ իրենք խաղաղություն են ուզում։ Հիմա դա այդպես է թե ոչ։ Դու որտեղ ես լսել, որ իրենք խաղաղություն են ուզում։ Իրենք խաղաղություն չեն կարող։ Խաղաղության պայմանագիրը կնքելու, SSS չնայած արդեն որ ասում են ինչ ունենք, չունենք, տվել ենք,
Բայց խոսակցությունը տենց է ձևավորվում։ Գիտեք ինչ, ճանապարհ բացել, խաղաղության եթե թուրքերը պայմանագրեր ունենալ։ ցանկանան խաղաղության, դա էլի դրական բան է, բայց թուրքերը չեն ցանկանում խաղաղություն։ Հասկանում եք, ոչ այս Ադրբեջանի թուրքերը, ոչ այն Թուրքիայի Հանրապետության թուրքերը իրականում ոչ մի նպատակ չունեն հայ ժողովրդին հանգիստ տալու, գոնե ասում եմ իր հայրենիքի մի փոքրիկ կտորի վրա, որ հայ ժողովուրդը ազատ ապրի, զարգանա, իր պետականություն ունենա։ Թուրքերը այդպիսի մտադրություն չեն ունեցել երբեք, ոչ էլ այսօր ունեն։ Որովհետև իրենք ազգային ծրագիր ունեն, նախ Իհարկե։ Մենք չունենք ազգային ծրագիր։ Մենք չունենք, բայց ելի եմ կրկնում, մեր մոտ կարող է իրավիճակը արագ փոխվել, ինչպես փոխվեց 1918 թվականին։ Ասեմ ավելին, ոչ մի բան չի փոխվել, 18 թվականին էլ էր նույն էս իրավիճակը եղել։ Նույն։ Եղել է, բայց այո, նույն իրավիճակը, որ ասենք անկազմակերպվածություն էր, անմիաբանություն էր, բայց տեսակ չէ վերջի պահին հայ ժողովուրդը այնուամենայնիվ կարողացավ, չէ, մարտի դաշտ դուրս բերել իր բոլոր ուժերը եւ հաղթել։ Ես դա նկատ ունեմ, որ ասում եմ, կարող է իրավիճակ փոխվել։ Իհարկե կարող է։ Կարող է նմանապես այսօր եւ վաղն էլ կարող է իրավիճակ փոխվել։ Մենք դեռ չգիտենք ինչեր կարող են լինել, բայց մեր ժողովրդի արգանդից կծնվեն այն հայորդիները, այն գործիչները, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Ես համոզված եմ դրան։ Իսկ կարող է արդեն ծնվել են, ուղղակի մենք չենք տեսնում։ Հնարավոր է, իհարկե։ Իսկ թվում է մենք չենք տեսնում, Մենք չենք տեսնում, նրանց Սկով ասում որ չկան։ Կան նրանք, բայց նրանց գործելու հնարավորություն չեն տալիս։ Գործելու հնարավորությունից զրկում են բոլոր այն հայերին, որոնք փորձեն իրավիճակը փոխել։ Էլի եմ կրկնում, թուրքերը եթե անգամ խաղաղության ձգտեին, էլի դա կհամարեին դրական բան։ Որտեղ մենք այդքան հայորդիներ ենք կորցրել, 5000-ից ավել հայորդիներ այս վերջի պատերազմում։ Եթե անգամ թուրքերը ձգտեին խաղաղության եւ մեզ հանգիստ ապրելու հնարավորություն տային, դա դրական էր, բայց չկա այդպիսի բան։ Թուրքերը երբեք չեն թողնի, որ մենք հզորանանք, մենք տնտեսություն ստեղծենք, մենք բանակ հզորացնենք, չեն թողնի դա։ Ուժն է ծնում իրավունք։ Վերջ։ Ուժեղ ես, ուրեմն իրավունք ունես, ուժեղ չես, ուրեմն ինչ կասեն, խելոք կանեք։ Դասերից մենք անդադ ուզում ենք անհրաժեշտ հետևությունների հանգել, անհրաժեշտ հետևություն, բայց այդպես չի ստացվում, չգիտեմ, բայց պատմության դասագիրքը դրված է մեր առաջ։ ՎԿ եւ 5-րդ դարում տեղ ունեցածը եւ 20-րդ դարում։ Չգիտեմ, կծնվեն այն գործիչները, որոնք այդ պատմության դասագրքերից կանեն անհրաժեշտ հետևություններ։ Երևի դուրս կգան ասպարեզ։ Լավատեսական է, լավ ոչինչ, ասում եմ, մեր բարելույսը լավատեսական է, հուսանք, որ իրականում կգանք այդ գիտակցության, որովհետև հիմա այն ինչ որ դուք ասում եք, որքան էլ որ սովորել են դասագրքերից, որքան էլ որ պատմություն են անցել, որքան էլ որ մենք գիտենք ինչ ճանապարհ ենք անցել եւ ինչ հետեւություններ չեն կարել, մենք այսօր արդեն երկար տարիներ է հասկանում ենք, որ մենք հետեւություն անող չենք։ Եվ ամեն անգամ մտածում ենք, որ կծնվեն նրանք, ովքեր երևի հետևություն կանեն։ Բայց տեղի ունենում մեր ժողովրդի մեջ։ Վերջի պահին մեր ժողովուրդը հրաշքով մի բան կատարում է։ Մի բան կատարում է։ Մի բան տեղի ունենում եւ մենք դառնում ենք համախումբ։ Մի բրոց, ասում հետևությունը ինչ որ խորը միտեղ թաքնված է, շատ էքստրեմալ պայմաններում է ինքը դες գլուխ բարձրացնում, այո, այդպես բան։ Այո, որովհետև եթե ես պետքա խնդրեմ, որ մենք շատ adekvat լինենք այս հարցում, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ ոնց հայ ժողովուրդը համախմբվեց, թե ինչի պարակտվեց դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց իրանք ոնց բոլորը ոտքի կանգնեցին, պատմությունը տենց բան չէր տեսել։ Հայոց պատմության ընթացքում նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր զորամասերում աշխատող մարդիկ խնդիր ունեն ասել մենք չենք հասցնում կամավորագրվողների քանակը այնքան շատ է, այսինքն չգիտեմ հագուստ զինվորական հագուստ ուզողների, զենք ուզողների ու առհասարակ հավաքված մարդկանց քանակությունը այնքան շատ է, այդ թե դրանից հետո ինչ եղավ, սրա մասին ես չեմ ուզում, որովհետև սա իրականում ժողովրդի մեղքը չէր։ Ես չեմ ուզում այստեղ մեր հայրենակիցների վրա բարդենք, թե հիմա այնտեղ ղեկավարություն բան չեմ ուզում այսօր դրա մասին խոսել, բայց թե ով դավաճանեց, ինչի էս ամեն ինչը հասավ դրան, ինչի մարդիկ հիասթափված սահմանից հետ եկան, սա ուրիշ խոսակցություն է, բայց որ մարդիկ հավաքվել էին ու մի մարդու պես գնացել էին Արցախը պաշտպանելու, դե մենք բոլորս դա տեսել ենք, ասում եմ կոնկրետ տեղում։ Այո։
Այնպես որ այստեղ մեր հայրենակիցների համախմբման ու այդ էքստրեմալ պայմաններում այդ գիտակցության մասին ինձ թվում է սպայն պետք չխոսել։ Համաձայն եմ, որտեվ այո, այդ համախմբումը տեղ ունեցավ 44 օրյայի ընթացքում, այլ բան է, որ թե ներքին ինչ զարգացումներ եղան, ինչ տեղ ունեցավ, եւ 44 օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ։ Ես դրանում համոզված եմ։ Իհարկե։ Կարող էր ավարտվել հայերի հաղթությամբ։ Դա չի քննարկվում։ Այո։ Ում ցանկացած գիտակից մարդ գիտի, որ դա ուղղակի դա այդպես էլ կարող լիներ։ Շատ հեշտ ու հանգիստ։ Այո, դա այդպես է։ Բայց կրկնում եմ, հայ ժողովրդի այս կերտվածքը իրեն զգացնել է տվել ամենուրեք, ամեն ժամանակում։ Պակաս այդ պառակությունները, անմիաբան վիճակը չէր նաև 5-րդ դարում, հիշում եք, չէ՞, ինչ վիճակ էր, Վարդան Մամիկոնյանն էր հավաքում հայրենասեր ուժերին, մնացած ուժերը, ասենք, Վասակ-Սյունեցու գլխավորությամբ իր համախոհները գտնվում էին Պարսկական ճամբարում եւ այլն, հասկանում եք, նույնը 20-րդ դարում էլի նույն անմիաբան վիճակը եղել է, կային տարբեր իշխանություններ, կար հայոց ազգային խորհուրդը, որը հրաման էր տալիս, կար ապահովության խորհուրդը արեմտահայերի համար նա իր հերթին հրամաններ էր տալիս եւ կային էլի փոքրիկ էլի մարմիններ իշխանության, որոնք անմիաբան վիճակ էին ստեղծում, հասկանում եք, անմիաբան վիճակ էին ստեղծում։ Սա մեր ժողովրդի ցավն է, մեր ժողովրդի ողբերգությունն է, որ այդպես է լինում միշտ, այդպես եղել է միշտ։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, եթե ազգային գաղափար չունենք, գաղափարախոսություն։ Մենք ուր ենք գնում, ինչի համար եւ որ ճանապարհով ենք գնում։ Միջև այս հարցերի պատասխանը մենք չտանք եւ չգծենք այդ ուղին, ուր ենք գնում, ինչի համար։ Որոշները։ Հա։ Խաղաղության, հաշտության։ Չէ, դա ազգային չի, դա ազգային գաղափարախոսություն չի։ Մարդիկ ասում են, որ ողջ կյանքով չեք պատասխանել։ Դա շատ կարճ ժամանակահատվածում աբսուրդ որոշումների արդյունքում իրավիճակային լուծում է, իրավիճակից։ Դա իրավիճակային դա լուծում էլ չի, դա հենց իրավիճակից բխող բան է դա ինչ որ դուք ասում եք, դա կապ չունի մեր ազգային գաղափարախոսություն մենք չունենք։ Ինչի չունենք, չգիտեմ։ Այս պահին ուղղակի օրակարգում չկա, ազգային գաղափարախոսությունը միշտ էլ հայ ժողովրդի հոգում նստած է, բայց օրակարգում չկա։ Չէ, ամեն դեպքում սա պետություն է, սա կառավարվում է պետական մարմինների կողմից։ Այո, այդպես համաձայն։ Թուրքը ունի ազգային գաղափարախոսություն, Թուրքը ուզում է մեծ Թուրանի ծրագիր, բոլոր թուրքալեզու պետությունները միավորվեն մեկ հարկի տակ։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Անդադ ասում ենք խաղաղություն, ինչ խաղաղություն։ Ինչ ուժեղ կլինես, որ խաղաղություն կուզես։ Հիմա այս աշխարհի օրենքն է այդպես, արդարություն եկեք չփնտրենք ոչ միտեղ։ Չկա արդարություն, չի լինելու ոչ հավասարություն, ոչ արդարություն, ոչ մի բան։ Մենք ուժեղ էինք, քանի դեռ հաղթած էինք, մենք ուժեղ էինք, քանի դեռ մենք չէինք ճկվում իրենց պահանջների տակ, մենք ուժեղ էինք, քանի դեռ իրենց պահանջները չէինք իրականացնում եւ իրականում այդ ուժը պահելով էլ մենք կարող ենք ինչ-որ բաներ պահանջել եւ ազգային գաղափարախոսություն առաջ քաշել, բայց մենք ազգային գաղափարախոսությունների մասին խոսացող մարդկանց ոչնչացնում էինք, ստորացնում էինք, հրապարակավ էինք դա անում, մենք չենք կարող ազգային գաղափարախոսության մասին խոսել անգամ այդ առաջ քաշած մարդկանց լսել, որովհետեւ եթե դու արդեն իսկ դպրոցում երեխային ներկայացնում ես թուրք հեղինակ, թուրք գրականություն, դու անընդհատ շուրջ բոլոր այդ երիտասարդության խոսում ես Թուրքի հանդուրժողականության, Թուրքի հետ հարաբերվելու, ճանապարհ բացելու, խաղաղություն կնքելու մասին, երկու իրարամերժ իրականություն չի կարող լինել, որովհետև որը դու քաշեցիր ազգային գաղափարախոսության հարցը, այդ նույն երեխան մտածելու տեղիք ես տալու, չէ՞, մի րոպե, բա եթե կա սա ոնց եմ ես, չգիտեմ, Թուրքի խաղաղության մասին այսօր խոսում կամ իրեն փորձում ճանաչել իր տեսակը մշակութային առումով։ Այդ ժամանակ առաջ կգա գոնե մի քիչ մտածողություն, բայց հիմա չկա։ Գիտեք, ես լինելու համաձայն եմ, ասենք թուրքերի մասին էլ թող ասվի, գրվի կամ թող հայ երեխան ասենք ինչ որ Չէ, բայց իրենք չեն ասում։ Բայց նույնը կատարվի Թուրքիայում, Ադրբեջանում, հասկանու՞մ։ Չէ, նախ այդ ասելու համար կա որոշակի տարիք, եւ դու իրավունք ունես այդ հայ գրողներին, բայց այդպես չի կատարվում, ասենք միայն մեր կողմից է դա կատարվում, որ մենք թուրքերի մասին դրական առումով ինֆորմացիա տանք մեր սերունդներին, բայց թուրքերի կողմից դա չի կատարվում։ Հիշում ես, երբ Ադրբեջանի խոսակցություն ենք ունենում։ Չէ, մի րոպե, հիշում ես Ադրբեջանի նախագահի են լրագրողին տված հարցը, չեմ հիշում երբեր, որ ասաց ինձ շատ անգամ են
վիրավորել, կոչել ինչ-որ այլ ազգով, ներողություն արտահայտությանս նաև ինձ հայ են ասել։ Դա Ադրբեջանի նախագահը չէր, դա Թուրքիայի նախագահն էր։ Թուրքիայի նախագահն էր, ու ի հակադարձ մերինը լսել ես։ Հա։ Ինչ անենք։ Նույն հաջողությամբ ես կարող եմ լինել շվեդ, կարող եմ լինել ես, կարող եմ լինել այն։ Այստեղ մի շատ ուրիշ բան կա։ Դու այդ ուղղակի նախապատմությունը դու չգիտես։ Ինչ է նախապատմություն։ Ինքը չի վիրավորվել, որովհետև այնտեղ նախապատմություն կա, որը որ իր ուզածով չի։ Ինքը որտեղ է ծնվել։ Ովքեր են եղել իր ծնող։ Այստեղ вообще ուրիշ խոսակցություն է։ Հասկացա, բայց այդ մարդը երբ որ այսինքն դա նախագահի լուրջ հայտարարություն է, չէ՞։ Դու լսում ես, այդ մարդն ասում է ներողություն արտահայտությանս։ Այդ նախապատմությունը լը թողնենք մի կողմ։ Ես խոսում եմ լրագրողի հարցին պատասխանում ներողություն արտահայտությանս ինձ անգամ հայ են անվանել։ Մենք էլ ենք, չէ՞, փոքր ժամանակ Բաքում խաղում էինք, իրար որ ուզում էինք վիրավորել, ասում էինք թուրք։ Ես ամբողջ փոքր տարիքում այդ հիշում եմ։ Բայց ինչի փոքր տարիքում։ Մեկը խարդախություն էր անում։ Հիմա փոքր տարիքում մի քիչ ուրիշ ձև էինք հարցերը լուծում, մենք մտածում էինք լավագույն վիրավորական բառը, որ կարելի ասել է թուրքն է։ Դա, այո, այն ավելի վատ վիրավորանք չի կարող լինել։ Չէ, դա նաև մտածողություն է, չէ՞, ազգի ձևավորում, որովհետև ես գիտեմ, որ ինքը իմ թշնամին է, ինձ ոչ մեկ դրսում չի ասում, հա, ինչ թուրք է, ոչ մեկ երեխեքը հասկանում են, որ դա վիրավորանք է, մենք բոլորս նույն ձևաչափով կրթվում էինք։ Շատ լավ։ Ես ուզում եմ ասել, որ պատմական ճշմարտությունն եթե չխաթարվի, թող խոսք ասվի, չգիտեմ, բայց պատմությունից չհեռանան։ Պատմական ճշմարտության խեղաթյուրումը, նենգափոխումը տանում է արդեն անհարիր բաների, մեզ համար անհարիր բաների։ Ինչի մասին էլ խոսենք, պետք է չհեռանանք պատմական ճշմարտությունից։ Մեր ժողովուրդը, մեր սերունդները պետք է իմանան ինչը ինչպես է եղել։ Դա շատ կարևոր է։ Երբ դու կեղծում ես պատմությունը, դու արդեն ջուր ես լցնում քո հակառակորդի ջրաղացին, կեղծելով պատմությունը։ Եթե դու ասում ես այդպես չի եղել, կեղծ բաներ ես հնարում, իսկ այդպես արդեն անում են։ Այդպես արդեն անում են։ Մամուլում, դասագրքերում այդպես անում են։ Չպետք է կեղծիկ խուժի մեր կյանք, մեր իրականություն։ Մեր պատմությունը չպետք է նենգափոխվի։ Եթե ուզում ես հարևանիդ մասին է խոսք ասել, ճշմարտացի խոսք ասա, բայց ոչ թե մեր հաշվին, նենգափոխելով մեր պատմությունը։ Դա չպետք է լինի։ Եվ քանի որ նաև ամփոփում ենք, ես մեր ժողովրդին շնորհավորում եմ այս օրվա, այս տոնի, այս հաղթանակների առթիվ եւ մաղթում եմ, որ մեր ժողովուրդը միշտ հիշի պատմության դասերը, իր հոգում քաջություն, համարձակություն ունենա, ասելու, որ նորից այդ հաղթանակները գալու են։ Մեր ազգը տեսնելու է իր նոր հաղթանակները։ Այո, մենք հաղթանակի համագիտ ենք, ես էլ ուզում եմ շնորհավորել մեր հեռուստադիտողին, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, այս պահին գովազդ մեր եթերում, իհարկե մենք էլի հյուրեր ենք ունենալու, մնացեք մեզ հետ։